Պարոն Խաչատյան, ուզում եմ ես Սա վերջանաճեպազրույցը։ Սկսենք։ Հա, պարոն Խաչատյան, ուզում եմ հարցնել Վենսի այցից, նրա մի հայտարարության եմ ուզում դուք անդրադառնաք, խոսեց, երբ հարց հնչեց, թե թրիփի ներդրումները ինչքան են կազմելու, ըստ էության ինքը արձագանքեց, ես ուզում եմ կարճ ուղիղ ասել, մեջբերել, որ իր կարծիքով խնդիրը փողը չի, մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ եւ հարցը այստեղ այն է, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի եւ ինքը նշեց մեջբերեմ ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Ես գիտեմ, որ ընտրություններն են առջևում, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը։ Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություն կառուցել, որպեսզի նման ծրագրերը գլուխ գան։ Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ եւ այլն։ Հիմա ես դուք լսեցիք իր հայտարարությունը, ես ուզում եմ սրա վերաբերյալ ձեր գնահատական խնդրում եմ ասեք, պարոն Խաչատյան, ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ ինչ ազդակներ կա այստեղ։ Եթե կարելի է, ես մի քանի խոսքով անդրադառնամ ընդհանրապես այցին, այնուհետև պատասխանեմ հարցերին, լավ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ճեպազրույցը լիներ Վենսի Բաքու այցելությունից հետո, բայց քանի որ հետաքրքրությունը կա, հիմա խոսենք, հետո առիթ կընձեռնենք։ Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ չէր հանդիպել, հետևաբար Ալիևը ինքը ավելի լուրջ խոսակցություններ ուներ եւ ես կասկածներ ունեմ, որ Վենսը Բաքվում ավելի լուրջ հարցեր կքննարկի, քան թե ինչ քննարկել է Հայաստանը։ Ինչը զարմանալի չի, որտեղ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում, պարտվածի հետ ոչ։ Մյուս այս իշխանությունները հավատարիմ են մնում իրենց զեղծարարությանը, այդ գործելավոճին։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել էր, դա երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիևի եւ Փաշինյանի միջև, որը արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքի վրա հիմա չգիտեմ փոխել են թե չէ, ներկայացնում են, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, տենց պատահական սխալ չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում, որտեղ մի բան է եռակողմ հռչակագիր, մի բան է երկկողմ հռչակագիր, մի բան է, որ 3 համարժեք ստորագրություն են, մի բան է, որը գրված է որ Թրամփի վկայությամբ կամ ներկայությամբ են ստորագրել։ Նույնը տեղի ունեցավ 3 այդ ներդրումներ բառի հետ կապված։ Վենսը ներդրում բառ չի ասել, որ հիմա մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից կամ լավ, սենց ասեմ, կանխավարկածը պահելով ազնվության, անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա Միացյալ Նահանգների 9 միլիարդի ներդրում կկատարեն, ոմանք նույնիսկ ավել են առաջ են գնում, ասում են 9 միլիարդի օգնություն կստանանք եւ չեմ զարմանում, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են օդ է մարդաման վրա 1.7 միլիոն փող է գալիս։ Խոսքը գնում էր ընդամենը առևտրի մասին եւ ավելի շուտ էներգետիկ բնագավառում, այսինքն 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա հիմնական էներգետիկ բնագավառում, 4 միլիարդը վառելիքի գնման, սպասարկման, որովհետև ակնհայտ է, որ եթե ատոմակայանը կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի եւ վերամշակված վառելիքը պետք է դուրս տարվի։ Բայց այս իշխանությունների թարգմանությունը գոնե եթերով գնացել է ներդրում։ Ինքը ներդրում բառ չի օգտագործել։ Մյուսը, Վենսի այցելությունը պետք է օգտագործվեր ազգային եւ պետական քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։ Այսօր մենք մեր երկիրը, մեր ժողովրդի ինչ խնդրի առաջ է կանգնած։ Առաջին ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում են եւ պետք է դիմել Վենսին խնդրելով ամբողջ ազդեցությունը կիրառել, որ Ադրբեջանը իր զավթիչ զորքերը հանի։ Չի կարող լինել խաղաղություն, երբ զավթիչները քո տարածքում են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ինքը սահման է խախտել եւ սահմանազատումը այդան գործիքը չի։ Սահմանազատումն ասում են դե չգիտենք, կամ սահմանները գիտենք, բայց եկեք հարմարացնենք, օպտիմալացնենք կամ վերջնականապես որոշենք 240 կիլոմետրը դա ընդհանրապես 1 միլիմետր չի կամ 10 մետր չի, որ դու սահմանազատման գործընթացում կարգավորես։ Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Թրիփը երկաթուղին նույնիսկ եթե ոսկուց կառուցվի ռելսերը, իսկ խողովակաշարի գազամուղի նավթամուղի պլատինից կառուցվի, միևնույնն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը։
որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, այսինքն անխոչնդոտ անցման front office back office-ով կարողանա հայաստանցիները կարողանան ագարակից հասնել մինչև երասք կամ երասքից իջնել մինչև ագարակ։ Եվ էլի նույն պայմաններով անխոչնդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ եւ հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս։ Մյուս խնդիրը Արցախի խնդիրն է։ Ակնհայտ է, որ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես պատոն տպահում է եւ դատապարտում է լավ երկար ժամկետներով բանտարկության։ Չնայած հասկանալի է, որ ծմա եւ 20 տարի նույնն է։ Եվ վերջապես պետք է խնդրել, որ Միացյալ Նահանգները իրենց ազդեցությունը օգտագործեն, որպեսզի մարդիկ ազատ արձակվեն։ Մյուսը Արցախում գտնվող հայկական, կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանումն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը քարերի դեմ չի կռվում, Ադրբեջանը կռվում է պատմության դեմ, փորձում է նենգափոխել պատմությունը, քանդելով եկեղեցին, վաղը մյուսերը կարող են ասեն, այստեղ հայկական հետք չի եղել, հայերը քոչվոր են եղել, եկան, անցան, գնացին։ Եվ վերջապես արցախցիների վերադարձի իրավունք, սա մարդու իրավունքների հարց է, մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք եւ ցանկացած ազգային իշխանություն այդ հայցը բարձրացած կլիներ, ինչը վստահաբար որ ոչ, կարող ես շատ բան խոսել, բայց նայած ոնց ես խոսում եւ ինչ բառամթերք ես օգտագործում։ Նույն օգոստոսի 8-ին, երբ Թրամփն ասում էր 23 քրիստոնյա գերիներ, հիշում ենք Փաշինյանի արձագանքը։ Ինչ արվում է դրական բանին, իհարկե 30-35 տարվա դիվանագիտական հարաբերությունների մեջ սա ամերիկյան ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստան, պետք է ցույց է տալիս, որ ամերիկյան հարաբերությունները արդեն 35 տարի կայուն աճ են արձանագրում, բայց այցից պետք է ստանալ լավագույնը։ Հիմա վերադառնալով ձեր հարցին։